Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հատուկ նախապատրաստական հանդիպում է կազմակերպում, որի ժամանակ հայտարարում են, թե իրենք գալով ինչ են անելու։ Նախ եւ առաջ ասում են 24/7 ռեժիմով աշխատելու ենք, այսինքն առանց հանգստի։ Հանուն հայերի համար փոփոխությունների, նախ հասկանանք ինչ փոփոխությունների մասին են խոսում եւ եթե նկատել եք իրենց լեզվամտածողության մեջ բացակայում են մեկ շատ կարեւոր բան պետության մասին խոսակցությունները նույն խոսույթների դեպ Վլադիմիր Պուտինի մոտ երբ որ խոսում էր հայ ժողովրդի մասին, հայ ժողովրդի շահերի մասին շատ կարեւոր այստեղ հանգամանքը իրանք ինքնիշխանություն, անկախություն, սուվերենություն այդ բառերը մշտապես այդ բառերից մշտապես խուսափում են, քանի որ իրանց տեսլականում Հայաստանը կարա ֆորմալ Հայաստան անունը ուրեմն կոչվել, բայց որպես պետականություն ինքնիշխան անկախ ժողովրդավար սուբյեկտ իրանց տեսլականում Հայաստանը չկա եւ հետեւաբար իրանց խնդիրը այստեղ տեսնելն է պարզապես տարածք, որի վրա ապրում է ժողովուրդ։ Դրա համար իրենք հիմնականում շեշտում են ժողովուրդ։ Իսկ ինչ վերաբերում է 24/7 ռեժիմով աշխատելուն, իրենք այդպես 24/7 ռեժիմով աշխատել են հեծում։ Իդեպ այդ հեծի նախքին այդ ղեկավարը այդ մարդկանց մեջ էր, ովքեր ասենց սովետական հին ավանդույթներով այսպես ծափահարում էին, նստում էին, կանգնում էին եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ 24/7 ռեժիմի իրանց աշխատանքի լավագույն օրինակը դա հեծն է։ Թե ինչ է կատարվել հեծում, դեռևս մինչև հիմա արդեն մի քանի ամիս է, հա, այդ աշխատանքի ընթացքում գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթյա ռեժիմով մենք բացահայտումներ ենք տեսնում եւ դա սիմվոլն է իրանց աշխատանքի ու իրանց արդյունավետության։ Նույն ձևով իրանք աշխատելու են Հայաստանի Հանրապետությունում կամ նույն ձևով իրանք կկառավարեն, կղեկավարեն Հայաստանի Հանրապետությունը, եթե իհարկե այսպես իրանք հաջողություն ունենան, իսկ որ իրանք հաջողություն չեն ունենա, դա փաստ է եւ ակնհայտ է, քանի որ ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները, մեր հասարակությունը այս ամբողջ տառապանքների մեջով անցել է, որպեսզի պետականություն ունենա, որպեսզի սուվերեն ինքնիշխան պետություն ունենա, որպեսզի ժողովրդավարական պետություն ունենա եւ այսօր այդ խմբերը ուրեմն այլ երկրներից գործուղվել են Հայաստան, որպեսզի իրանց անձնական նեղ բիզնես շահերից ելնելով այս երկիրը, այս պետականությունը վերցնեն եւ մատաղ անեն կոնկրետ, չգիտեմ, մարդկանց ոտքերի տակ կամ սապոգների տակ հանուն իրանց նեղ անձնական բիզնես շահերի։ Պարոն Առաքելյան, քաղաքական այսպես դիսկուսի կամ նախընտրական տրամաբանության մեջ է խոսել հաղթանակի մասին եւ կամ ակնկալել որոշակի հաղթանակ, բայց տեսեք, նորմալ է խոսել 100% աջակցություն ունենալու մասին, Սամվել Կարապետյանն օրերս նման հայտարարություն անում։ Սամվել Կարապետյանի որդին Էմանուել Մակրոնին կամ հորդորում է կամ խնդրում է կամ սպառնում է, անհասկանալի է, գնալ իրենց տուն հանդիպել Սամվել Կարապետյանի հետ, որովհետեւ շուտով իրենք են առաջնորդելու, իր հայրն է առաջնորդելու երկիրը։ Նորմալ է առհասարակ այս մոտեցումը, երբ իմիտացիա են ստեղծում, որ իրենք արդեն հաղթել են, իրենք երկրի ղեկավար են, 24/7 ռեժիմով արդեն աշխատում են։ Տեսեք, իրանց խոսույթում ու գործելակերպում ընդհանրապես քաղաքական օրակարգ չկա, քաղաքական նյութ չկա, իրանք շատ ապաքաղաքական ուրեմն խումբ են, իրենց առաջնորդով հանդերձ, իսկ ինչ վերաբերում է Մակրոնին, օրինակ ես ուրեմն հետաքրքիր կլիներ, երբ որ օրինակ Հայաստանը շատ բարդ իրավիճակներում էր, այդ Սամվել Կարապետյանի որդին այդտենց իր ոսկեղենիկ ռուսերենով, հա, իր ըստ էության հիմնական մայրենի լեզվով դիմեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որից էր մեծապես կախված 44-օրյա պատերազմի արդյունքները եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումները։ Այ որ այդքան ուժեղ լինեին ու այտենց բոցաշունչ ելույթով դիմեին Ռուսաստանի նախագահին, այդ ժամանակ ասենք ինչ ուժեղ տղերք են, էլի, բայց իրանք ոչ միայն չդիմեցին, այլ իր հայրը Սամվել Կարապետյանը մի անգամ ելույթ ունեցավ կամ ավելի շուտ հայտարարություն տարածեց, որտեղ կողմերին կոչ էր անում հանդարտության կամ չգիտեմ, այտենց, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իրենք հավասարություն դրեցին իշա Ռուսաստանի, որտեղ ասվում է, որ այդ ամեն ինչը կարող է խաթարել Ռուսաստանում, չգիտեմ, ազգային եւ էթնիկ այդ հավասարակշռությունը կամ նման ինչ որ բան։ Այսինքն մարդիկ, ովքեր
Իհարկե իրանք կարան Մակրոնին նման ձևով դիմել, քանի որ Մակրոնը ժողովրդավարական երկրի առաջնորդ է ու Մակրոնը այնպես չի վարվի իրենց հետ, ինչպես կվարվի օրինակ իրանց հետ Ռուսաստանի ղեկավարությունը։ Դրա համար իրանք Մակրոններին են դիմում, դրա համար իրանք, չգիտեմ, Միացյալ Նահանգների նախագահներին են դիմում, դրա համար եվրոպական առաջադեմ պետությունների նախագահներին են դիմում, բայց իրանք երբեք չեն դիմելու, էլի այդ տոնով, այդ ոճով երբեք չեն դիմելու, չեն կարող դիմել այն երկրի նախագահին, որտեղից որ իրանք գործուղվել են Հայաստանի Հանրապետության դեմ աշխատելու համար։ Եթե վերանանք իրենց այս որոշակի հայտարարություններից, որոնք երբեմն նաև կարելի ասել պոպուլիստական տարեր ունեն, բայց այնուամենայնիվ ծրագրային առումով պարոն Առաքելյան, ձեզ ինչ է առաջարկում այս ուժը։ Տեսեք, ծրագրային առումով էլի նույն հեքիաթներն են իրանք կարդում, հեքիաթ 300,000 աշխատատեղի մասին, հեքիաթ ուրեմն մանրումիջին բիզնեսի հարկերը վերացնելու մասին, այս ինչ իրենք խոսում են, տնտեսագիտական որևէ քննության չի դիմանում։ Տեսեք, իրանք ելնում են հետևյալ վարկածից կամ հետևյալ ուրեմն իրողությունից, որ քանի որ իրանք չեն հաղթելու, իրանք այսօր մաքսիմալ կեղծ խոստումներ են տալիս, քանի որ միևնույն է իրենք չեն հաղթելու եւ դա ապացուցելի չի հետագայում իրանք դա կանեն թե չեն անի կամ կարողանային անել թե չեն։ Պարզապես նման ուրեմն ուռճացված հեքիաթի նմանվող խոստումներով նրանք փորձում են մեր հասարակությանը մոլորության մատնել եւ ըստ էության ձայներ կորզել լրացուցիչ մանիպուլյացիաների արդյունքում։ Սա է իրանց ամբողջ ծրագիրը։ Պարոն Առաքելյան, վերադառնանք երրորդ նախագահին, այսօր այն օրն է, երբ 8 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի, այսօր երկար տեքստով փորձել է բացատրել, թե ինչ է նկատի ունեցել երրորդ նախագահը եւ նաեւ որոշակիորեն վերադարձել է Արցախյան հիմնախնդրին, ասում է, որ ինքը այդ ժամանակ էլ գիտակցում էր, որ իր հեռանալը վտանգի տակ է դնում Արցախի այդ բանակցային process-ը եւ կարող է հանգեցնել պատերազմի, Արցախի կորստի, բայց չմոռանանք, որ 17 թվականին Ազգային ժողովի ամբիոնից հենց նույն Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ բանակցությունները փակուղում են։ Այսինքն 8 տարի հետո նախկին ղեկավարությունը այլ բան չունի, քան մեղադրել Նիկոլ Փաշինյանին եւ կամ հեղափոխությունը, այսպես ասած, պատրվակ բերել, որ տեղի ունեցավ պատերազմ եւ կամ Արցախի կորուստ։ Ինչպես հասկանալ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի փոխանցած այս նամակից կամ գրությունից ինչ մեսիջներ եք առանձնացրել։ Տեսեք, այստեղ Սերժ Սարգսյանը ըստ էության ես մի փաստ օրինակ կբերեմ, որով ես ամբողջությամբ այսպես հոդս կցնդեցնեմ Սերժ Սարգսյանի պնդումը, որ եթե ինքը մնար, պատերազմ չէր լինի, եթե ինքը մնար, այս արավիրքը չէր լինի։ Սերժ Սարգսյանը 2008 թվականին մարտի 1-ով եկել է իշխանության ու ինքը իշխանության էր, երբ 2016 թվականին տեղի ունեցավ քարորիա պատերազմը։ Սա այս օրինակը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մանիպուլյացնում է, այսինքն այն փաստը, որ ինքը իշխանություն լինելով պատերազմ չէր լինելու, հերքվում է նրանով, որ 2016 թվականին ինքը իշխանության էր եւ պատերազմ տեղի ունեցավ։ Եվ հետեւաբար մնացած խոսույթները, դա պարզապես Սերժ Սարգսյանի մտքի թռիչքներն են։ Եվ նաև մեկ այլ թեզի էլ անդրադառնանք, պարոն Առաքելյան, որը եւս դուք ավելի լավ կմեկնաբանեք, բայց այդտեղ էլ որոշակի մանիպուլյացիա կա։ Սարգսյանն ասում է, որ որոշակի շրջանակներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է այն պատճառով, քանի որ նախկինները խաղի մեջ են եւ ինքը իրեն ըստ էության դուրս է դնում խաղից, չի մասնակցում ընտրություններին, բայց մենք գիտենք, որ ձևավորված բոլոր ընդդիմադիր ցուցակներում, նույն Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի ցուցակներում տեղ են գտել կարկառուն հանրապետականները, հիմա ինչպես հասկանալ սա եւ նաեւ օրերս գիտեք այդ իրենց հանրահավաքի ժամանակ Կարապետյանների նաեւ էլի կարկառուն հանրապետականներն էին ներկա։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ըստ էության հայտարարել է ֆորմալ առումով, որ ինքը չի մասնակցում, բայց փաստացի հանրապետականը մասնակցում է այս ընտրություններին։ Նախ իրանց նաև հանրային ակտիվությամբ մենք տեսանք Սամվել Կարապետյանի այդ
միտինգին մասնակցում էին Աշոտյանը եւ Շարմազանովը եւ էլի այլ հանրապետականներ։ Մենք երբ որ ուսումնասիրում ենք օրինակ նույն ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը, ապա այնտեղ տեսնում ենք բազմաթիվ կարկառուն հանրապետականների։ Նույնը երբ որ ուսումնասիրում ենք Բարգավաճի ցուցակը, էլի այնտեղ տեսնում ենք քոչարյանականների եւ հանրապետականների։ Նույն էլի ուժեղ Հայաստանի ցուցակում էլի մենք տեսնում ենք էլի Քոչարյանի ներկայացուցիչների, բայց մեծ առումով էլի Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը ներկայացված է այս ուրեմն ուժերի նախընտրական ցուցակներում եւ եթե այս ուժերը որոշակի ձայներ հավաքեն ու եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, ինձ թվում է ինքը կարողանա հատ առանձին խմբակցություն ձևավորել, որոնց թիվը կարող է շատ ավելին լինել, քան օրինակ ասենք ուժեղ Հայաստանինը կամ Բարգավաճինը։ Այնպես որ Սերժ Սարգսյանը ըստ էության որոշակի տակտիկական քայլ է կատարել եւ իր դեմքով չի մասնակցում, բայց մասնակցում է իր քաղաքական թիմի ներկայացուցիչներով տարբեր քաղաքական ուժերի ցուցակներում, նույն այնտեղ մենք գիտենք նաեւ նախկին օմբուդսմենի քաղաքական ուժը այն թիմը ընդհանրապես ամբողջությամբ հանրապետական թիմը ու այսպես շարունակ։ Եվ տևական ժամանակ նկատում ենք, որ փորձ է արվում նաև ապա լեգիտիմացնել ընտրությունները կամ գոնե կասկածի տակ դնել ընտրությունների, այսպես ասած, ազնվությունը եւ արդար թափանցիկ լինել։ Ովքեր են ապա լեգիտիմացնում են։ Նույն Սերժ Սարգսյանը արդեն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը, ովքեր հայտնի են Հայաստանում ամենավոչ լեգիտիմ ընտրությունները կազմակերպելով, ոնց կարան իրանք ավելին ասեմ, ինչ իրենք խոսում են ընտրությունների հետ կապված, հանրության մոտ հակառակ տպավորությունն է։ Եթե իրենք ասում են ընտրությունները լեգիտիմ չեն, ապա համոզված եղեք հանրության զգալի մասը համարելու է, որ ընտրությունները փաստացի լեգիտիմ են, քանի որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, ովքեր հայտնի են նախկինում ընտրությունների նման ձևով կազմակերպելով, եթե իրենք ասում են լեգիտիմ չէ, այդ նշանակում է, որ մեր մոտ ընտրությունները շատ լավ են անցել։ Բայց այդ բարքերը այնուամենայնիվ շարունակում են մնալ։ Այստեղ հասկանանք, թե մեղավորությունը ումն է։ Նախկին այդ ղեկավարությանը, որ այդ բարքերը, այսպես ասած, բերել եւ ներդրել են մեր հասարակության մեջ, թե այնուամենայնիվ նաեւ այս իշխանությունը իր մեղավորության բաժինն ունի, որովհետեւ տեսեք, պարոն Արաքելյան, տևական ժամանակ խոսվել է, որ բոլոր նախկին նախագահները ընտրվել են ընտրակաշառքի միջոցով կամ այլ եղանակներով, բայց որևէ մեկը կարևոր դերակատարներից կարծես թե պատասխանատվության չի ենթարկվել եւ հիմա էլ ընտրակաշառքի դեպքեր ենք մենք տեսնում, առնվազն հակակոռուպցիոնի բացահայտումները դրա մասին են։ Տեսեք, այստեղ իհարկե օբյեկտիվորեն պետք է նաեւ որոշակի քննադատության սլակներ ուղղվի իշխանությանը, միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն ազատվենք այդ նախկինի այդ ոչ ցանկալի բեռից, քաղաքական նկատի ունեմ, ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, ու ես կարծում եմ, որ ընտրակաշառքը այլևս մեր երկրում պետք է լինի թերևս ամենամեծ հանցագործությունը, համարվի ամենամեծ հանցագործությունը, քանի որ նրանք, ովքեր ուզում են գնել ընտրողների ձայնը, նրանք լավ հեռանկար չեն խոստանալու Հայաստանի Հանրապետությանը, քանի որ սա ըստ էության վերածվում է առևտրի, եթե մարդը գալիս է փող ներդրում ինչ-որ մի գործի մեջ, հետո այդ գումարը պետք է հետ ստանա, չէ՞, ընդ որում հետ ստանա ոչ թե իր ներդրածի չափով, այլ մի քանի անգամ ավելի շատ։ Մենք տեսել ենք նախորդ ժամանակներում, թե ինչպես են տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսվել ընտրությունների ընթացքում ու այդ կեղծված ընտրությունների արդյունքում եկել են իշխանության մարդիկ, ովքեր հետո իրենց բիզնեսներով, իրենց ապօրինություններով հետ են բերել իրենց գումարները, իսկ երկիրը մնացել է այն վիճակում, ինչ վիճակում էր նախկինում եւ հետեւաբար սա պետությունը ընտրակաշառքը ընդհանրապես պետությունը, պետականությունը, ինքնիշխանությունը վերացնելու ուրեմն վատ գործիքն է եւ նրանք ովքեր ընտրակաշառք կբաժանեն, նրանք ովքեր ընտրակաշառք կվերցնեն իմ համար հավասարազորեն դավաճանների, ովքեր գործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ համաձայնվում եք, որ այնուամենայնիվ գները փոխվել է եւ շատերը կարող են գնալ այդ գայթակղությանը։ Տեսեք, մի այսպիսի իրավիճակում ենք մենք ապրում, ինչու են այն ժամանակ ընտրակաշառքները հեշտ աշխատում, քանի որ այս խմբակները, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան, իրանց կառավարման տարիներին
իրանք Հայաստանի քաղաքացիներին սոցիալապես հասցրել են այնպիսի մակարդակի, որ իրենք ըստ էության հանապազորյա հացը վաստակելու խնդիր ունեն եւ նման սոցիալապես ցածր մակարդակ ունեցող հասարակությունում 5000 դրամը, հա 5 տարին մեկ 5000 դրամը կամ 10000 դրամը դա ընտանիքի հաշվով, ասինքն ահագին բավականին գումար էր եւ ահա դրա պատճառով էր նաեւ որ իրանք չքավորության մեջ էին պահում հասարակությանը, որպիսի ամեն 5 տարին մեկ իրանք այդ ձայնը գնեն շատ էժան գներով եւ առանց որևէ խոչընդոտների։ Հիմա երբ որ պետությունը սոցիալական լուրջ եւ ստրատեգիական ծրագրեր է իրականացնում, սկսած թոշակների բարձրացումից վերջացրած առողջապահական ապահովագրությունը եւ այլ հարցեր, բնականաբար իրենք չեն կարող օրինակ օգտագործելով, չգիտեմ, ծեր մարդու կամ ընտանիքում գտնվող ծեր մարդու հիվանդության հարցը ասեն, այ մենք կբուժենք, գնացեք մեզ ձայն տվեք, քանի որ պետությունը բուժում է արդեն, այսինքն իրենք պետությունը ոչնչացրել էին, 5 տարին մեկ ինչ որ պետության ֆունկցիա են ժամանակավոր իրականացնում, բայց վերցնում են քաղաքացիների ամենամեծ իրավունքը, ընտրելու իրավունքը, որով էլի շարունակում են պետությունը ոչնչացնել։ Հիմա մեր պետությունը կանգնած է քաղաքացիների կողքին, հիմա մեր պետությունը սոցիալական լուրջ ծրագրեր է իրականացնում եւ հետեւաբար փակել է սոցիալական շատ խնդիրների, ուրեմն խնդիրներ եւ հետեւաբար դժվար է հիմա մեր քաղաքացիներին ասել այ արի տանեմ, չգիտեմ, բուժեմ դրա դիմաց փող կտամ, այ չգիտեմ, թոշակա բարձրացե էլի մեր ծերերին կամ իրանց ընտանիքներին դժվար է համոզել, այ արեք 10-20 հազար դրամով ձեր ձայնը գնենք։ Իհարկե ցավալիորեն կգտնվեն քաղաքացիներ, ովքեր կգնան, հա, այդ գումարների ետևից, բայց ես կրկնում եմ այսօր մեր պետությունը կանգնած է քաղաքացու կողքին ու այն մարդիկ այսօր երբ որ կգնան կաշառք կվերցնեն ու իրենց ձայնը կվաճառեն, դրանք իմ համար դավաճաներ են։ Այն մարդիկ, ովքեր կաշառք կառաջարկեն, դրանք իմ համար դավաճաներ են, քանի որ այդ խումբ մարդիկ գործում են Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման, գործում են պետականության դեմ։ Պարոն Առաքելյան, գիտեք, որ տևական ժամանակ է խոսվում է այն մասին, որ նման ընդդիմություն ունենալը խորհրդարանում առնվազն խնդիր է, կառուցողական չեն եւ ինչպես վերջերս նաեւ հաստատեց այդ մասին Վլադիմիր Պուտինը, ռուսամետ են եւ ավելի շատ իրենց հետաքրքրում է այլ երկրի շահը, ոչ այնքան Հայաստանի շահը։ Տևական ժամանակ խոսվում է ընդդիմափոխության կարեւորության մասին եւ անհրաժեշտության մասին, բայց այս պայմաններում երբ մենք տեսնում ենք թե ովքեր են հավակնում դառնալ առնվազն ընդդիմություն խորհրդարանում, ինչ եք կարծում, կա արդյոք հավասար մրցակցային պայմաններ մնացած բոլոր ուժերի մասով, օրինակ նույն արևմտամետ ուժերի մասով, քանի որ մենք տեսնում ենք, որ ռուսամետ դաշտում գործող այս մարդկանց առնվազն գումարների առումով իրենք շահեկան դիրքում են։ Իհարկե այստեղ կա ուրեմն անհավասար պայմաններ, մենք հասկանում ենք, չէ, ինչի հետ գործ ունենք։ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ուրեմն Գագիկ Ծառուկյան։ Իրենք Հայաստանի ամենահարուստ մարդիկ են, այս երեքը Հայաստանի ամենահարուստ մարդիկ են, ու եթե հիմք վերցնենք օրինակ նույն Forbes-ի տվյալները, ապա այս երեք մարդու կարողությունները կարող են հասնել մինչև 10 միլիարդ դոլարի։ Այսինքն խոսք է գնում Սամվել Կարապետյանի 4 միլիարդ դոլարի մասին, խոսք է գնում էլի Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարի մասին, խոսք է գնում էլի Գագիկ Ծառուկյանի 1 կամ 2 միլիարդ դոլարի մասին։ Այսինքն այս երեք մարդու հնարավորությունները մոտարապես մինչև 10 միլիարդ դոլար է, էլի, հասկանում եք, դա Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն է մոտարապես ծախսային մասով։ Ու հիմա բերեք համեմատենք, տեսնենք ինչ համեմատելի պայմաններում են մնացած քաղաքական ուժեր։ Իհարկե առնվազն նյութական առումով համեմատելի չեն, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ժամանակն է, իդեպ ես այդ մասին խորհրդարանական լսումներում նախորդ տարի, եթե չեմ սխալվում, խոսել եմ այդ մասին, որ մեր պետությունը պետքա փոխի կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքը։ Այսօր պատկերացնենք օրինակ հիպոթետիկ Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժը անցնում է խորհրդարան։ Էլի այդ խորհրդարան անցած ուժերին պետությունը որոշակի ֆինանսավորում է տալիս։ Այսինքն դուրս է գալիս այնպես, որ ամենահարուստ կուսակցությունները իրանց ռեսուրսները ծախսելով գնում են խորհրդարան,
այդ ամենահարուստ ուժերը պետությունից լրացուցիչ ֆինանսավորում են ստանում, իսկ այն ուժերը, ովքեր մի հատ նույնիսկ գրասենյակ պահելու խնդիր ունեն, այդ ուժերը զրկվում են այդ ֆինանսավորում։ Մինչդեռ պետքա պետությունը այլ գործիքներ ուրեմն մշակի կամ առաջարկի, որով էլի որոշակի ֆինանսական աջակցություն կտրամադրվի այդ քաղաքական ուժերին, գոնե առնվազն թեկուզ 1%-ի շեմը հաղթահարած քաղաքական ուժերը պետքա ֆինանսավորեն, որպեսզի գոնե իրանց այդ թիմի կորիզը կարողանան պահպանել հետագա ընտրություններում մասնակցելու կամ հաջողություններ գրանցելու համար, քանի որ սա մեր քաղաքական համակարգի անվտանգության խնդիր է։ Եվ հետևաբար այո այդ անհավասարությունը կա, ես մոտավորապես թիվ հնչեցրեցի, որ այս 3 ուժերի ֆինանսական կարողությունները կարող են հասնել մինչև 10 միլիարդ դոլարի, իրանք ըստ էության նաև հնարավորություն ունեն պետության դեմ պայքարելու, որը որ այսօր անում են իրանք, այդ 3 ուժերը առնվազն պայքարում են պետության դեմ։ Պայքարում են պետության դեմ այդ 10 միլիարդ դոլարի համար ու նաև նախքին իրանց գողոնը փրկելու, նախքին ապօրինությունները ուրեմն ջրելու, հա, այսպես ասենք, դրա համար ես նշեցի այսօրվա մեր պետական բյուջեն գրեթե 10 միլիարդ դոլար է ծախսային մասով ու այդ 3 անձի անձնական միջոցները ըստ տարբեր աղբյուրների կարող են հասնել մինչև 10 միլիարդ դոլար։ Այստեղ էլի իշխանությունը անելիք չուներ, առնվազն վերջին 8 տարիներին ունենալով որոշակի լծակներ, նաև օրենսդրական փոփոխությունների կարող էր գնալ եւ օրենսդրական ճանապարհով դուրս դնել նախկին ղեկավարներին, օլիգարխներին, այս ընտրապայքարի մեջ Ես կարծում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ը նաև այդ ընտրությունը նաև դրա մասին պետք է լինի։ Նախ մեր քաղաքացիները պետքա իրենց քվեն չտան այդ ուժերին, մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ այո, պետքա օրենսդրական, սահմանադրական հստակ փոփոխություններ լինեն եւ այս մարդիկ այլևս դուրս դրվեն քաղաքականությունից, քանի որ այստեղ այլևս մեր քաղաքական համակարգի ու պետության խնդիրն է դրված, իսկ այս մարդիկ իրենց հնարավորություններով այսօր իզորու են պայքարել նույնիսկ պետության դեմ, որը ինչպես ասեցի անում են։ Եվ ժողովրդավարական համակարգը կամ մեխանիզմը պարզ է, որ այս մարդկանց այդքան էլ սրտով չէ։ Ինչ է կարծում, ժողովրդավարությունը որպես այդպիսին մեր երկրում այնքան կայացած է, որ դա անշրջելի երևույթ է, թե այնուամենայնիվ, օրինակ, նույն ուժերը, որոնց մասին խոսում ենք, եթե հիպոթետիկելի պատկերացնենք, որ վերարտադրվեն, կարող են հեշտ այդ անիվը հետ պտտել։ Իհարկե իրանք կարող են դա հեշտ հետ պտտել, քանի որ դեռևս մենք ամբողջությամբ ինստիտուցիոնալ ժողովրդավարություն չենք եւ դեռևս ճանապարհ ունենք անցնելու ինստիտուցիոնալ ժողովրդավարություն ունենալու համար, չնայած նույնիսկ այդ պարագայում, երբ որ այնպիսի քաղաքական ուժեր են հայտնվում իշխանության գլխին, իրենք կարող են լուրջ խոչընդոտներ առաջացնել, նույն Եվրոպական միության տարածքում մենք տեսել ենք հայտնի Օրբանը, թե ինչ էր անում նույն Հունգարիայի հետ, ինչպիսի կոռուպցիա կար այնտեղ, ինչպիսի հակաժողովրդավարական գործողություններ էին իրականացում, բայց Հունգարիան, որ ամբողջությամբ չդարձավ ավտորիտար պետություն, դա պարզապես Եվրոպական միության այդ համակարգը զսպեց, այսինքն գտնվելով Եվրոպական միության մեջ, այնուամենայնիվ Օրբանը չկարողացավ այնպես անել, որպեսզի ամբողջությամբ երկիրը շուռ տալ եւ այնուամենայնիվ այդ ընտրական մեխանիզմը պաշտպանվեց, հա, եւ 16 տարի հետո նոր միայն այդ ժողովուրդը կարողացավ Օրբանին փոխել։ Իսկ պատկերացրեք Հայաստանը, որ չունի նման զսպող մեխանիզմներ Եվրոպական միության այդ համակարգի նման, գալիս են իշխանության, չգիտեմ, Կարապետյանները, Ծառուկյանները, չգիտեմ, այնտեղ Քոչարյանները, որոնք թշնամի են ըստ էության ժողովրդավարությանը, ու բնականաբար տեսեք իրանք էլ են, չէ, հայտարարում, որ մենք սահմանադրությունը կփոխենք եւ հոպարին կդարձնենք վարչապետ, այսինքն իրենք պարզ ասում են, որ մենք Հայաստանը կդարձնենք ավտորիտար պետությունների կլուբի անդամ, Ռուսաստան, Բելարուս, Միութենական պետության անդամ։ Իրանք այսօր գործում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդավարության դեմ։ Մարդը հայտարարում է, ասում է, որ ինքը այո կողմա, որ ռուսերենը Հայաստանում դառնա պետական լեզու։ Դա հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Ու հաջորդիվ իրանք խոսում են ազգայինից, պետականից, չգիտեմ, արմատներից, հիմքերից եւ այլն։ Մարդը, որը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի ռուսերենը պետական լեզու, այսօր եկե խոսում է պետականությունից, ինքնիշխանությունից, ազգայինից, չգիտեմ, երկրորդ հայրենիքից, երրորդ հայրենիքից։ Իրանք մի հայրենիք ունեն, այդ հայրենիքը իրանց համար Ռուսաստանն է։
իրանց եկամուտի ամբողջ աղբյուրը այդտեղից է ու իրանք պաշտպանում են այդ երկրի շահը ու ես կարծում եմ որ այո Ռուսաստանի իշխանությունները պետք է հպարտանան Սամվել Կարապետյանի նման քաղաքացի ունենալու համար որ եկել է մի հատ երկիր ուզում է այդ երկրի լեզուն համ դարձնի այս երկրում պետական լեզու համ էլ այս երկրի վերցնի դնի որպես գուբերնիա այդ երկրի մաս դարձնի հա այդ խմբերը որոնք պաշտպանում են կոնկրետ երկրի շահերը պետք է Հայաստանում իշխանության չգան իսկ հպարտության մասին չէր այնուամենայնիվ ռուսական իշխանության որ Վլադիմիր Պուտինը իր դեմքով փորձեց նաև միջամտել եւ հայտարարեց իսկ այդ այո հենց Վլադիմիր Պուտինը շատ հպարտությամբ հայտարարեց որ այս մարտիկ իր ուժերն են Դրա համար եմ ասում Ռուսաստանում հպարտ են որ ունեն Սամվել Կարապետյանի նման քաղաքացի Ռուսաստանում հպարտ են որ ունեն չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի նման անձ որը առաջ է տանում Ռուսաստանի շահերը կամ գուցե հոգեպես ինքը Ռուսաստանի քաղաքացի է Ռուսաստանում հպարտ են որ ունեն Գագիկ Ծառուկյանի նման անձ Հայաստանի քաղաքական դաշտում որովհետև այս մարդիկ անկեղծորեն առաջ են մղում այդ պետության շահերը որ պետությունը հպարտ չի լինի նման քաղաքացիներ ունենալու համար դրա համար այո Ռուսաստանի նախագահը հպարտորեն հայտարարեց որ ինքը ունի Հայաստանում իր մարդիկ ռուսամետ մարդիկ որոնց պետքա թույլ տրվի Հայաստանում իշխանություն վերցնել բայց ես կարծում եմ ու համոզված եմ որ մեր քաղաքացիները այս ամենը շատ լավ գիտակցում են ու ոչ միայն թույլ չեն տա որպեսզի այդ մարդիկ այլևս կառավարեն իրենց այլ հունիսի 7-ին այս մարդկանց կուղարկեն իրանց հիմնական բնակության վայրեր։ Իսկ միգուցե Վլադիմիր Պուտինի հաշվարկն այն էր, որ իր այդ հայտարարությամբ կարող է հավելյալ դիվիդենդներ եւ ձայներ ապահովել այդ ուժի համար եւ արդյոք այդպես է ինչ է կարծում։ Դե միգուցե ես կարծում եմ նաեւ այդպես է, քանի որ ես կարծում եմ, որ շատ հարցերում Վլադիմիր Պուտինին ճիշտ չեն զեկուցում հանրային տրամադրությունների մասին, քանի որ զեկուցողները նաեւ իրանք են, եթե զեկուցողը Ռոբերտ Քոչարյանն է Հայաստանում կամ նրա թիմն է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին ինչ է կարծում Ռոբերտ Քոչարյանը ինչպես պետք է զեկուցի Վլադիմիր Պուտինին կամ Կիրիենկոին թե ինչա տեղ ունենում բնականաբար պետք է ասի որ հայ ժողովուրդը այսպես գիշերը չի քնում ձեր համար ու ամենաառաջատար ուժը իրենք է նույնը անում է Սամվել Կարապետյանը նույնը անում է Գագիկ Ծառուկյանը այսինքն բնական է չէ որ իրանք միֆային այսպես բաներ են զեկուցում այնտեղ Հայաստանում արկա իրավիճակի մասին իսկ սա թյուրիմացության մեջ է գցում նաև Ռուսաստանի նախագահին ով միգուցե դրանից ելնելով նաև այդպիսի հայտարարություններ է անում բայց միևնույն ժամանակ ինքը նաև իր այստեղի պրոտեժեներին նաև այսպես աջակցության կոչեր նաև բայց կարծում եմ իրենք չեն հասկանում որ նման կոչերը այստեղ հանրության կողմից այդքան էլ միանշանակ չեն ընկալվում ու չեն ընկալվել եւ այդ հայտարարությունը այո վերջնականապես այդ հայտարարությամբ հաստատվեց որ այս ուժերը չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը որ Սամվել Կարապետյանը օրինակ Ռուսաստանի Դաշնության ուրեմն օրինապահ քաղաքացի է Սամվել Կարապետյանը Հայաստանում աշխատում է Ռուսաստանի Դաշնության համար եւ դրա համար Ռուսաստանի Դաշնության իշխանությունը հպարտանում է իրան։ Եվ մինչ Սերժ Սարգսյանը փորձում է կասկածի տակ դնել ընտրությունների առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը, օրինակ Քոչարյանները Լևոն Քոչարյանը որը վերջերս աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Սա ի դեպ կարելի է նաև ձեռքբերում համարել, որ Քոչարյանները նման հայտարարություն են անում, բայց այնուամենայնիվ վերադառնալով ընտրություններին եւ նաև այս հայտարարության համատեքստին, ինչ է կարծում, ինչի մասին են հատկապես այս ընտրությունները եւ հնարավոր է ընտրություններով ինչ-որ բան փոխել, պարոն Առաքելյան։ Տեսեք, շատ ենք, չէ՞, մենք առնչվում են բանի հետ, որ այս անդիմադիր դաշտի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, ավտորիտար ինչ որ համակարգ է եւ այլն ու հանկարծ Ռոբերտ Քոչարյանի որդին գնում է իմ հայրենի Մարտունի ու հայտարարում, որ ժողովուրդ ջան, այլևս Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել։ Սա թերևս ամենամեծ խոստովանությունն էր Հայաստանում ժողովրդավարության մակարդակի։ Ես առիթ ունեցել եմ այս մասին խոսել եւ ասել եմ, որ հիմա էլ եմ ասում, որ կարծում եմ Քոչարյանի որդին
պետքա մի փոքր էլ անկեղծ գտնվեր եւ շնորհակալություն հայտներ Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը իրեն վերադարձրել է ընտրելու իրավունք, որից զրկված է եղել նույնիսկ իր հոր կառավարման տարիներին, եւ հետեւաբար սա ամենափայլուն գնահատականն է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի։ Իսկ ինչի մասին է հունիսի 7-ի ընտրությունները, առանց չափազանցության հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի որպես պետության, որպես անկախ ինքնիշխան սուվերեն ժողովրդավարական եւ տեխնոլոգիապես զարգացող երկրի լինել չլինելու մասին է։ Հիմա այս խմբակները եկել են, ուզում են կասեցնել այն ընթացքը, որի մեջ է այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պատմության անիվը վերջնականորեն շրջեն դեպի հետ, Հայաստանը դարձնեն ծայրագավառ, Հայաստանը դարձնեն մի կայսրության մարզ գավառ եւ դրանով վերջ դնեն Հայաստանի Հանրապետության պետականությանը եւ ինքնությանը, քանի որ ինչպես ես նշեցի, Սամվել Կարապետյանը նաեւ ցանկանում է ռուսերենը Հայաստանում դարձնել պետական լեզու, որը նույնիսկ սովետական միության տարիներին չի եղել, իսկ լեզուն ազգի ինքնության, ինքնապահպանության ամենաթերևս ողնաշարն է, երբ որ դուք վերացնում եք լեզուն, դուք վերացնում եք ամեն ինչ, քանի որ լեզուն դա նաև մտածելակերպ է, լեզուն դա պատմություն է, լեզուն դա մշակույթ է, լեզուն դա ինքնության, հավաքական ինքնության զգացողություն է, երբ որ դուք վերացնում եք այդ հավաքական ինքնության զգացողությունը, դուք վերացնում եք ազգին, վերացնում եք նաև պետությունը։ Սա է, սրա մասին է հունիսի 7-ի ընտրությունները եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդը ընտրություն է կատարելու ոչ թե այդ խմբերի հանուն այդ խմբերի, այլ ընտրություն է կատարելու հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ հետագա զարգացման։ Եվ պարոն Առաքելյան, շատ է խոսվում պատերազմ, խաղաղություն, երկընտրանքի մասին, ուզում եմ հասկանալ, սա չափազանցություն է պատերազմի մասին խոսակցությունները, թե այնուամենայնիվ այս ուժերը պատրաստ են գնալ նաեւ այդ ճանապարհով, միայն թե հասնեն իրենց նպատակներին։ 44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ այո, այդ ուժերը ամեն ինչի պատրաստ են։ Մենք տեսել ենք, թե ինչպես էր պատերազմի թեժ օրերին այս նույն ուժերը Երևանի փողոցներում միտինգներ անում եւ պահանջում հրաժարականներ, պահանջում ձևավորվել, որ բանակի զուգահեռ ինչ որ նոր շտաբեր էին ուզում ձևավորել, այսինքն այս մարդկանց խնդիր էր դրված, որպեսզի նաեւ քաղաքական առումով ներսից թույլատնեն Հայաստանը, որպեսզի Հայաստանը պարտվի, որպեսզի այս իշխանությունների վզին փաթաթվի այդ պարտությունը ու դրա հիման վրա իրանք գան իշխանության։ Իրանց նպատակը դա է, իրանց ամբողջ նպատակը 20 թվականից մինչև հիմա այդ է, որ իրանք փորձում են ամեն կերպ Հայաստանին քաշել կոնֆլիկտի մեջ, որպեսզի դա իրանց քաղաքական դիվիդենդ տա Հայաստանում իշխանության գալու, բայց ինչպես տեսանք իրանց այդ նպատակները չիրականացավ եւ համոզված եմ, որ չէ իրականանալու։ Հայաստանը այլևս այն թույլ պետությունը չի, որի հետ կարելի է այդպես ուղակի վերցնել եւ այդպես վարվել եւ այո իրանք հանուն իրանց իշխանության պատրաստ են Հայաստանը քաշել նաեւ պատերազմի մեջ եւ եթե այո իրանք ինչ որ հրաշքով իշխանության գան, ապա համոզված եղեք առանց չափազանցության մենք ունենալու ենք հերթական պատերազմը, այս պատերազմը լինելու է արհավիրք Հայաստանի պետականության համար, մենք իրանց հույսը իհարկե էլի երրորդ ուժի վրա է, այն ուժի, որը մենք տեսանք թե Արցախում ինչ արեց, այն մարդիկ ովքեր այսօր հայտնվել են Ադրբեջանի Բաքվի բանտերում, այդ մարդկանց հույսն էլ էր ուրեմն էլի այդ երրորդ ուժը, ու այդ երրորդ ուժը անհրաժեշտ պահին ոչ միայն չիրականացրեց իր տված խոստումները, այլ մարդկանց հանձնեց Բաքվին եւ այսօր ըստ էության իրենց քաղաքականության արդյունքում իրանք կրկնելու են Արցախի այդ փորձը, երբ որ իրանք հիշում եք, ասում են, որ երբ որ Արցախում իշխանության փոխվեց, ամեն ինչ կարգին կլինի, իրենք փոխեցին այդ իշխանությունը, ընդամենը 19-20 օր հետո հանձնեցին, ստորագրեցին այդ կապիտուլյացիայի փաստաթուղթը ու Արցախը հանձնեցին։ Հիմա նույն բանը հավաստիացնում եմ ձեզ, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության հետ, եթե իրանք գան իշխանության։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք։